Սիրակի իմաստությունը 20 Խրատ տեղին խոսելու և լռելու մասին Որքան ավելի լավ է հանդիմանել, քան ինքն իր մեջ զայրանալ Ով բռնությամբ է դա տանում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կույսի կուսությանը Մարդ կա, որ շատախոսության պատճառով ատելի է դառնում բոլորին Մարդիկ էլ կան, որոնց բերանում խոսք չկա Կան, որ լուռ են, քանզի չգիտեն խոսելու ժամանակը Իմաստուն մարդը լռում է մինչև խոսելու պահը Բայց ով անզգամ և ամբարիշտ է, առաջ է վազում Ով շատախոսում է, կարհամարվի Եվ ով անչափ սաստում է իր խոսքով, ատելի կլինի Հակադրություններ Կա հաջողություն, որ չարիք է մարդուն Գյուտ էլ կա, որ կորուստ է Կա ողորմություն, որ չի օգնում Բայց ողորմություն էլ կա, որ կրկնակի հատուցում ունի Նվաստություն կա, որ փառքից է գալիս Փառք էլ կա, որ խոնարհություն է տալիս Կան, որ փոքր բանի համար գլուխ են բարձրացնում Եվ կան, որ մեծ բանը փոքր բանի տեղ են դնում Բայց կան, որ յոթնապատիկ տուժում են Ով խոսքով իմաստուն է, իր անձը սիրելի է դարձնում Բայց տխմարների շնորհներն ամաչեցնում են իրենց Անզգամների ողորմությունը օգուտ չի բերի Քանզի նրանց աչքը մեկի փոխարեն շատն է ակնկալում Քիչ է տալիս, բայց շատ է նախատում Եվ իր բերանը բացում է իբրև քարոզիչ Հիմա փող կտա, իսկ վաղը հետ կպահանջի Այդպիսին տիրոջ և մարդկանց համար ատելի է Տխմարն այսպես է ասում Ես բարեկամ չունեմ և իմ բարի գործերի համար հատուցում չկա Իմ հացն ուտողները կեղծավոր են Որքան հաճախ և ինչքան շատերը պետք է ծիծաղեն նրանց վրա Լավ է ոտքից սայթաքել, քան լեզվից Այդպես էլ չարերի կործանումը շուտ կհասնի Ապաշնորհ մարդը նման է տարադեպ առասպելի Անմիտ մարդու շուրթերին առակներն անարժեք են դառնում Քանզի նա չի ասում ժամանակին Մարդ կա, որ տկարության պատճառով անկարող է մեղք գործել Նա իր հանգստության մեջ խղճի խայծ չի զգում Մարդ կա, որ ամոթի պատճառով է հոգին կորցնում Նա կկորչի իր մարդահաճության համար Մարդ էլ կա, որ բարեկամի պատճառով է ամոթը հանձն առնում և իզուր նրան թշնամի դարձնում իրեն Մարդու մեջ չար բիծ է սուտը Այլ բան է գողությունը և այլ բան ստությունը Սակայն երկուսից էլ կորուստ են ժառանգում Մարդու հոգուն անարգանք են իր սրտի վատ խոսքերը և նրա ամոթը միշտ մնում է իր հետ Հետևել նախնիների բարի օրինակին Որդյակ, պահիր իմ խոսքերը և օր ու գիշեր դրանց մասին մտածիր իբրև հարազատ որդի և ազնիվ ժառանգ Իսկ նա, ով չի նորոգում և բարձրացնում նախնիների առաքինությունը Նա ամոթ և նախատինք է իր պապերի համար և մի նոր անեծք Ով խոսքով իմաստուն է, առաջ կտանի իրեն և գիտուն մարդը հաճելի կլինի մեծամեծներին Ով որ մշակի հողը կբարձրացնի իր ցորենի դեզը և ով որ հաճելի լինի մեծամեծներին
կքավի իր անիրավությունը։ Նվերներն ու կաշառքը կուրացնում են իմաստունների աչքը և ինչպես բերանի կապ կաշկանդում հանդիմանությունը։ Թաքուն է իմաստությունը և անհայտ գանձը, երկուսից էլ ինչ օգուտ։ Լավ է այն մարդը, որ թաքցնում է իր հիմարությունը, քան այն մարդը, որ թաքցնում է իր իմաստությունը։